քիչ դասավորել, հավաքել, պատրաստում եմ ամանորին։ Հետաքրքիր է, մեր մեջ ինչի է մտած, որ պիտի ամանորից առաջ մի հատ ուբորկա անենք։ Այստեղ ինձ մի հատ մարդու կա խանգարում, ամեն ինչը ուսումնասիրում, փորփրում։ Այս դարակները քիչ դատարկվում են։ Ինքը գալիս է, ամեն բան վերցնում է ու ուտում է։ Դրա համար քիչ դատարկում ենք ու հեսա շատ մինիմալիստ ունենք ունենալու դատարկ պատերով, լամպն էլ ճղեց, ապրենք ճղած, պատրաստում եմ ամանորին, պատրաստում եմ, որ զարդարանքները դնենք ավելի ճիշտ։ Հայկի ժիլետը, որը գործում էի, համարյա վերջացրել եմ, եղել եմ պապիկի, չգիտեմ, որ փոքր լինի, այստեղ պետք է հավասարացնեմ, սենց պապիկի ժիլետ եմ գործել, հեսա կհակցնեմ փորձի տենեմ կլինի հակով, սենց պետք է կլոր մի հատ անցնեմ, որ ավելի համաչափ լինի, կարող է ծուղ մրտիկ եմ մի քիչ արել, բայց հիմա սա ինչ կա, ես չեմ նայում ոչ մի տեղ, ոչ մի գործվածքի ձև, ուղղակի ոնց կա, տենց անում եմ, իմ ոնց որ ուղեղը ինչ բրդում է, դա անում եմ, հիմա մտածում եմ ստեղ ինչ ձև դասավորեմ, որ անընդհատ չներվայնանա աչքս, այնքան բան կա դրած, Հայկն է գալիս է անընդհատ գցում է։ Ջղայնացա։ Ստեղ սրանք դրեցի, այս մեր նկարներն է Հայաստանից եմ բերել։ Այս համով տոտոշիկներ, իսկ այս մասում սենց ինչ-որ ու նայում եմ ինչ-որ հայկական տխուր սերիալ ինչ տեսք ունի մեր լամպը շատ հաճելի է ապրել ոտիկը բդիկը հայկոն բարի լույս բոլորին մեր մոտ ժամը մեկն է վաղուց արթնացել եմ, սարքել եմ նախաճաշ, ճաշ, հիմա նախաճաշում եմ, ուտում եմ գերկուլես, մրգեր ու ընդեղեն, այսօր կանանչյուտ չեմ խմում, որովհետև ալարում եմ ապարատը միացնեմ, հետո որ պիտի մի հատ մի բաժակ սոկից հետո այդքան բան լվանամ, վապշեմ ներվայնանում, դրա համար կուտենք նախաճաշ, այսօր վերջի օրն է, իմ այս չելենջի 14 օր անցավ շատ արագ, նիհարել եմ 3.5 կիլոգրամ, բացի այդ ձեռք եմ բերել լիքը լավ, ինչեր, հատկանիշներ, անիմաստ չեմ ուտում ժամով, ինչ-որ կոնկրետ ժամերի եմ սնվում, ոնց որ ավելի գիտակցված եմ մոտիկանում այդ ամեն ինչին, հետո ինչ-որ հենց մի բան վերցնում եմ, կալորիա եմ հաշվում, ոնց որ շատ մեծ չլինի, շատ կալորիա չլինի, հետաքրքիր է ու ուրախ եմ, որ մասնակցեցի, տենց կարծում եմ 14 օրվա մեջ 3.5 կիլոգրամը շատ լավ է, այդ խմբում, որ չատ կա գրվում են մարդիկ, բոլորն էլ հենց այդ քաշի մեջ են կորցրել, քչերն են, որ ասենք 5 կիլոգրամ, մեծամասամբ հենց այս 3-3.5 Այսօր մի քանի պլան ունեմ, վաղը ամսի 1-ն է իմ ծնունդը, ուզում եմ ինչ-որ տորտ սարքեմ, բայց սովորական բիսկվիտային չսարքեմ, այլ բեզեով
ոնց օրինակ Միրենգովի ռուլետը կամ Բուդապեշտը ամբողջությամբ բեզե է, այտենց ինչ-որ բան, ներսում կրեմ ու վրան հատապտուղներ, ուզում եմ ինչ-որ նկար ունենալ, նկար անեմ ծնունդի համար, համ էլ իմ տորթերի էջում կտեղադրեմ, կարող եք follow լինել իմ Instagram-ի երկու էջերին էլ, ներքևում կթողեմ լինքերը, ես տորթեր եմ սարքում, պետքա գնամ, բլոկնոտս էի կարդում ու ես միշտ բլոկնոտները սկսում եմ հենց իմ ծնունդի օրից, ոչ թե ամսի 31-ից դեկտեմբերի, այլ հենց իմ ծնունդի օրից, ոնց որ նոր էջ եմ սկսում ու ուզում եմ գնամ նոր բլոկնոտ առնեմ, որ նոր սկսեմ գրել այն ամեն ինչը, ինչ ուզում եմ լինի 26 թվականին, ավելի գիտակցված մոտենամ, ավելի դիսցիպլինայով, ես ստեղ գրել եմ, ես ունեմ նամակ, որը կբացեմ 2025 թվականի ավարտին, սա գրել եմ 24 թվականին, միշտ գրում եմ ինձ ապագայի էռնային նամակ, այսինքն ապագան այդ մի տարի հետոյի էռնան է, ձեզ լավ որ իմ ամուսինը ինձ պետքա վաղը տաներ Ամստերդամ, ես բացահայտեցի, որ ինքը ուզում է ինձ Ամստերդամ տանի, ես մերժեցի, որովհետև հիմա պատրաստ չեմ երեխայի հետ, Հայկը մեքենայի մեջ իդեալական ամնում, դուրսը քայլելուց իդեալական ամնում, բայց իմ ներսի լարվածությունը ես չեմ կարող հանեմ։ Դրա համար ոչինչ, թող ուրիշ օր լինի, ուրիշ օր կգնանք Ամստերդամ, կպածաստեղ, չի կորի։ Հիմա տենց ավելի հանգիստ խախանդ ինչ-որ բան եմ ուզում։ Ես այսպես չկողնորոշված անձնավորություն եմ։ Ես ու Հայկը միասին տորտ պատրաստեցինք, այսինքն հələ բեզեն, հետո մեջը կրեմն եմ սարքել, կրեմը, սերուցքային պանիր, շաքարի փոշի, մի քիչ մեղր ու մի քիչը խտացրած կաթ, շատ համով կրեմը, իսկ վրան կդնեմ մրգեր, ուզում եմ թուզ ու հապալաս, եթե լինի խանութում թուզ, սենց հուսով եմ չի փշրվի բեզես, չէ Հայկ, ինքը նորա քնից արթնացել, մինչև ինքը քնած էր, ես հասցրեցի ամանները լվանամ, որովհետև մեր լվացքի, աման լվանալու ապարատը փչացել է, սաղ մեջի ամանները հանեցի լվացի, հետո ստեղ մի քանի հատ ծվի դեղնուցա մնացել, դե քանի որ բեզ եմ սարքում, դեղնուցա մնացել, Հայկին ամսի 2-ի համար բիսկվիտ կսարքեմ, որովհետև իրա ծնունդն է, այլի, 7 ամսեկանն է իրա, ծի Հայկ, ու ըտենց, հիմա ուզում եմ այսօր մի հատ ֆոտո ունենամ սիրուն, այսպիսի խորը իրավիճոք, Այսօրվա օրը չեմ հասկացել, ոնց է սկսել ու արդեն մութ է, oh my god, խի ասենց շուտ գիշերը գալիս, չէ գորջան, ես ձեզ ցույց չեմ տվել, իմ տղու ժիլետը գործել եմ, թե ցույց եմ տվել, չեմ հիշում, եկեք հագցնեմ, նայեք, լրիվ գիքորի, Գորնայի հետևն էլ ցույց տանք այսպես Ես Հայկի համար բիսկվիտ եմ սարքում, որը արդեն վառվում է Եվ եկեք նենք տորտիկը, որը ես սարքեցի իմ համար, такое красота,
Միջուկին ավելացրել եմ կոկոսի քերուկ, ուղղակի անմահական համով է։ Շատ բարձր էր ստացվել, բայց ես, քանի որ գիտեք, անհամբեր եմ, ես իրան տակ-տակ սեղմեցի և ինքը մի քիչ իջավ, բայց ոչինչ, քանի որ իմ համար շատ չեմ նեղվում։ Այդպես պատրաստ եմ, նկարվել եմ, սիրուն նկար ունեցա։ Բարի լույս բոլորին, այսօր ամսի 1-ն է, ցել եմ շատ սիրուն ծաղիկներ, իմ ամուսին ինձ գիշերը անակնկալ է արել, հիմա էլ դրել եմ Հայկը այս փուչիկով խաղում է, մեկը երկուսը թրծրել է օդ, լավ զբաղմունքի տարբերակը, սենց շուշուտ կարամ փուչիկը դնեմ, ինքը խաղամ, շատ եմ հավանել իմ ծաղկի փունջը, ահա որ հաճելի էր գիշերը, սենց անակնկալ ունենալ, հիմա այսօր, եթե իմանեք ես ոնց եմ սկսելու իմ ծնունդը, խաշ եմ ուտելու, ես ու գորը խաշ ենք ուտելու, այս սաղ Հայկի ճանգռածներն են, ունենք չոր լավաշ, ունենք խաշ, չունենք բողկ, ու ես պայտակ մտածում եմ կաղա ճիշտ որոշում չի խաշով սկսել է, բայց պետք է իմ մարաթոնը կտրենք հենց խաշով, այսօր վերջացրեցի, բայց ես կշարունակեմ պահպանել, որ շատ չառիթավորվենք, շատ ուրախ եմ, որ մասնակցեցի, լիքը լավ դրական արդյունքներ ունեցա, և այդպես իմ օրը սկսել է շատ հավես, շատ սիրուն շնորհավորանքներով, լիքը, կարծում եմ յուրաքանչյուրի համար շատ հաճելի է իր ծնունդի օրով ստանալ լիքը նամակներ, բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, քնած եմ, որովհետև 6:30 է, Հայկը որոշել է շուտ արթնանալ, ժամը 4-ից պայքարում եմ, որ մի քիչ է քնի, բայց 6:30 մինչև կարողացա, չեմ դժգոհում, ոչինչ, մի քիչ եմ դժգոհում, ես երեկ չգնացի ինձ բլոկնոտ առնելու, որովհետև հավես չունեի, շատ վատ եղանակ էր, բայց հենց այդ խանութից եմ ուզում բլոկնոտ առնեմ, մի հատ Flying Tiger կա, ինքը Կոպենհագենի խանութ է, և այդտեղ շատ սիրուն, շատ յուրահատուկ բլոկնոտներ են վաճառում, չեմ ուզում Ամազոնից անիմաստ անճաշակ բան պատվիրեմ, ոնց իմ անցած տարվա օրագիրն է, անկապ, անհետաքրքիր, ուզում եմ շատ սիրունիկ պուպուշիկ մի բան, կարողանավ այսօր գտնեմ ինչ-որ տեղից, ինձ գորը չի ասում մենք ուր ենք գնալու, անակնկալներ է անում, և ես ուրախ եմ, դե ձեզ լավ դիտում, ես էլ շարունակեմ իմ օրը, և ինչպես ասել էի, այսօրը սկսում ենք խաշով, հուսով եմ համով խաշա լինելու, և ես առանց սխտորի չեմ սիրում խաշը ուտել, կարծում եմ այսօր մեր հետ ոչ մեկ չի շփվի, բայց խաշը ինքը սխտոր է սիրում, ախր, ոնց կարելի է առանց սխտորի ուտել, Վաու, մեր լավաշը մի քիչ չոր չի, այս կոմը կարագոր, այս կոմը չոր է, նենց լավն է տեսքը, մենք արագ հագնվեցինք դուրս եկանք, ես լողացա, մազերս սարքեցի, մի ժամվա մեջ, լավ է, կարծում եմ, սիրուն է, Հայկը հիմա կատիկա ուտում, ու մենք պատրաստում ենք շարժվենք, չգիտեմ ուր, не знаю, հիմա խաշի հոտով, սխտորա հոտով, բայց կարևորը այս տարին էլ այդ ծիճկեն դրեցինք, որ խաշը կերել ենք, էլ ինչա մեզ մնում, նշենք նոր տարին ու վсё, ու հիմա
Ես առաջին անգամ եմ Ամստերդամում։ Սա ուղղակի հիասքանչ անակնկալ էր։ Ես ճանապարհի կեսին հասկացա, որ մենք գալիս ենք։ Պետք է զոնտիկը բացեմ։ Զոնտիկ բացեմ։ Մեզ այդքան էլ հաճելի չի դիմավորել։ Անձրև է գալիս։ Հայկն էլ ուզում է դուրս գա կայլասկայի մեջից։ Ապա։ I'm happy։ Առաջի բանը, որ նկատեցի, լիքը հեծանիվներ են ու հենց Ամստերդամը տարբերվում է իր հեծանիվների քանակից։ Այս քաղաքը հենց հեծանիվների քաղաք է, այսինքն բնակչությունից շատ հեծանիվ կա։ Դա նկատեցի, որտեղ ահավոր շատ էին, ահավոր։ Արդեն ամանորյա լույսերը միացրել են, շատ սիրուն։ Էսի երևի հենց իրանց խանութների փողոցն է, որովհետև էս մի կողմում խանութներն են սովորական Pull&Bear, Mango։ Ցուրտ չի շատ, հավես սենց սառը հավես ցուրտ եղանակ է։ Ես շատ քիչ նիդերլանդերեն գիտեմ, շատ քիչ, 1 ու 2 մակարդակ, բայց այդ տարական բաները, բառերը հասկանում եմ, բայց տեղի, ոյ, վաու, եսի երևի հրապարակն է, հա, այն կողմը լյուքս խանութներն են, Dior, այս կոշիկը Հոլանդիայի սիմվոլներից է, շուտ խանութներ են, չէ։ Քրքիր խանութ է, մտնենք, օրինակ մեկ էլ Ամստերդամը իր կամուրջներով է հայտնի, ավելի քան 1500 կամուրջ կա, այսինքն հյուսիսային ինքը Վենետիկն է, տենց էլ են կոչում, և Պլանով է հայտնի, իհարկե, բոլորը դա գիտեն, հիմա մտածում ենք ուր մտնենք հաց ուտենք, որտև շատ սոված ենք, անձրևը կանգնել է, էլ չի գալիս, վերջացավ, մի քիչ է գալիս, տենց չել խանգարում, երբ որ լավ ես տրամադրված չի խանգարում, այս ինչ է կոր։ Որ կոմա ես։ Մենք եկանք չինական ռեստորան, ամենտեղ ուր գնում ենք չինական ռեստորան են գալիս, մենք ուրիշ հերոսյանու չգիտենք, ես հիմա տալիս եմ հայկին մրգային պյուրե, շատ սիրուն տեղ է, հանգիստ տաք, դրիվ դարել եմ շատ թրտ, ոյ,
Իրանցից գտալ եմ ուզում։ Pepsi, yeah, zero. Pepsi Max, yeah. Մենք շատ համով կերանք, ահա որ համով էր, crispy pork էր, crispy խրթխրթան խոզ, շատ համով էր, ես խոզի մի շատ եմ սիրում, ջան, հիմա ման կգանք, լավ եղանակը անձրև չի գալի, շատ մարդ չկային, որ խեղտում են, ենքան մարդ կա չէ, շատ հավես է, ման կգանք, հետո մի հատ դեսերտ կանենք վերջում ու կընկնենք ճանապարհ դեպի Բրյուսել։ Մտնենք, տեսնենք իրանք ինչ սուվինիրներ ունեն, մի սիրուն սուվինիր առնենք մեկ համար։ Ու, նա ինձ սիրուն է գոր։ Սիրուն է, չէ՞։ Լնայինք, մենք ընտրենք, դե իրանք գիտեք, որ կակաչի հայրենիքն է, Նիդերլանդները, ես էլ է սիրուն, գոր, նայ, դաժը կակաչի սոխուկներ կա, դաժը չէ, նույնիսկ, շատ սիրուն է, նայք ինչքան է սիրանց կոշիկներից կա, ահա, տոնածառի խաղալիք, շատ սիրուն է գոր, նայ տոնածառի խաղալիքը, ես լավ ընտրեմ ես սրանցից ինձ կվերցեմ, այս խաղալիքն եմ վերցրել սրանից գտալների համար Երևի հենց այս մեկը, կորը լնայի էսա սիրուն թե, չէ, ինձ թվում է այս մեկը ավելի սիրուն է էսի։ Ունեք այս շենքը օրինակ ինչքան թեք է, հենց Ամստերդամը թեք շենքերով էլ է հայտնի։ Մեկ էլ սա իրանց նշանն է, այս երեք խաչը։ Ինչա։ Նայք ինչ մեքենա է, էսի լրիվ ստեղի փողոցների համար է հենց։ Ենքան նեղ են, ոյ, ընգնում են, ու լիքն են։ Շատ եմ տեսի արդեն։ Այնի ուշխանութա։ Ուրանիմ։ Էին են։ Ամստերդամը նաև թանգարանների քաղաք է, բայց մենք այսօր ոչ մի թանգարան չենք կարող մտնենք։ Դե հասկանալի պատճառներով, այսօր գիտեք ես ով եմ դառը, իսկ դու գիտեք որ այդ մարդը։ Իսկ դու գիտեք որ վերջ սպառվել է իմ արդեն։ Իսկ դու գիտեքների ցանկը, բայց շատ կոլորիտային քաղաքը ես շատ հավանեցի։ Հիմա էլ մի հատ տաք մի բան խմենք ու իրանց այս վաֆլից փորձենք ու գնանք տուն։ Այս հետևում մարդիկ նստած ծխում են, հենց այս փողոցները արդեն իրանց փողոցներն է, որտեղ իրանք ծխում են կարմիր լուսամփոփների փողոցը, բայց այստեղ այս չի, սխալ տեղեկություն եմ տալի, fake news եմ ես, լավ, սենց մի հատ փողոց կա, որ կարմիր լապտերների փողոց է կոչվում, սենց հենց նույն ձևի, կանալի վրա։
տանք էի ուզում, բայց սառն է։ Ես տանք էի ուզում, բայց սառն է։ Այս երգերը YouTube-ը բլոգ է անելու։ Բայց շոտ հավա։ Մոզերս էլ իմ գզգզված։ Շոտ գզգզված։ Հիմա արդեն ճանապարհվում ենք դեպի պարկինգ, որ գնանք Բրյուսել, բայց ավելի խաղաղ է ստեղ, չէ՞, ոնց որ ավելի հանգիստ է, երևի որ մեծամասամբ հեծանիվ են քշում դրանից է, 820,000 մարդ է ապրում, բայց 900,000 պլյուս հեծանիվ կա։ Վաու։ Բայց շատ հավանեցի Ամստերդամի ինքը ուղղակի հիմա լույսը արդեն շուտ է, ոնց որ մթնում է շուտ, դրա համար ինչ անենք, ես էլ դեկտեմբերին եմ ծնվել։ Հիմա ավելի բայց ջահելի տեղ է, սենց մեծամասամբ ոնց որ ջահելների եմ տենում, մեծ մարդկանց քիչ տեսա։ Շատ հետաքրքիր փաստեր եմ ասում ձեզ, հաստատ պետք չի գա։ Վաու, cute։ Ինչպես ասում են, այս երեխան տեղ տանելու երեխա է։ Մի հատ, թե ինքը լացեց։ Մենակ նվում էր, երբ որ աշկերին գլխարկն էր փակում, աչքերը գլխարկը փակում էր, թե չէ, ուղղակի վաու, հլը գոր։ Վաու։ Ամեն տեղ շատ սիրուն զարդարած է, յուրահատուկ ձևավորում ունի, ամեն մի ռեստորանը, կաֆեն, չգիտեմ, բավականին ծանր է իմ տղան,